Մարինա Հարցը սուղում եմ ներողություն եմ խնդրում թող Վիկինը վերջացնի հետո դուք խնդրեմ Իրինա Գասպարյան Հարցը սուղում եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին Սույն թվականի հունվարից արդեն գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Իհարկե ապահովագրությունը շատ լավ գաղափար է սակայն ամեն լավ միտք կամ բարեփոխում որը մանրակրկիտ մշակված չէ, կարող է առաջացնել և արդեն իսկ առաջացրել է բազմաթիվ խնդիրներ։ Խնդիրներից մեկը վերաբերում է հանրության այն հատվածին, որոնք պարտադիր վճարում են ապահովագրության համար, այսինքն 200,000 դրամից ավել ստացողներին, որոնք կատարում են պարտադիր վճարումներ, մինչդեռ զրկված են իրենց նախընտրած ապահովագրական ընկերությունը ընտրելու իրավունքից։ Շեշտեմ, որ եթե ծրագրին մասնակցելը պարտադիր է, ապա պետությունը պարտավոր է հոգալ բոլոր ծախսերը։ Հակառակ դեպքում անձը իրավունք ունի ընտրելու ապահովագրող ընկերությունը։ Հարցս հետևյալն է. Դուք դիտարկել եք այս հարցը որպես մարդու իրավունք, ապահովագրող ընկերությունը ընտրելու տեսանկյունից։ Մյուս խնդիրը վերաբերում է մատուցող ծառայություններին և ապահովագրության սահմաններում ընդգրկված բուժ հաստատությունների ցանկերին։ Անձը այց է կատարում բուժ հաստատություն անվճար բուժ ծառայությունից օգտվելու նպատակով, սակայն բուժ հաստատությունում հաճախ իրենից գումար են պահանջում, հիմնավորելով, որ տվյալ ծառայության համար պայմանագրերը դեռ կնքված չեն և կոդերը դեռ իջեցված չեն։ Հարցս հետևյալն է. Որն է պայմանագրերի կնքման վերջնաժամկետը և երբ այդ իրավիճակը կշտկվի։ Հարցին կպատասխանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, համեցեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ ասած, հարցը մի քիչ տարակուսելի է, որտեղ հարցից զգացվում է, որ օրենքին եւ համակարգին ըստ էության ոնց որ այդքան օրենքի ընդունելուց չեք ուշադիր եղել, թե ինչի մասին է բարեփոխումը եւ ինչպիսի համակարգ ենք մենք սկսել գործարկել հունվարի 1-ից։ Ճիշտ ասած, մասնավոր ապահովագրական որ ընկերության ընտրելու հարցը այս առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղին չէ։ Այո, մեր երկիրը ընդունել է համընդհանուր ապահովագրական համակարգ ունենալու մասին օրենք եւ մենք 3 տարվա ընթացքում պետք է մեր ողջ բնակչությանը ապահովենք այս բազային ապահովագրական ծածկույթով։ Եվ ըստ էության ապահովագրական վճարն էլ, այո, պարտադիր վճար է հանդիսանում, եւ ես ձեզ ասեմ, որ մեր քաղաքացիները, ովքեր 200,000 դրամից բարձր աշխատավարձ են ստացել, եւ բացի դրանից անհատ ձեռնարկատերեր են, ովքեր որ ըստ իրենց ներկայացված հաշվետվողականության եւ վճարման եւս ներգրավել են համակարգ, բավականին գոհ են։ Ածների մասով մի տենդենս կա, որը ցույցի չէ, որ գոհ են, որ նրանք շատ ավելի շուտ են ներկայացրել իրենց նախորդ տարվա վերաբերյալ հաշվետվությունները եւ շատ ավելի շուտ են վճարումները իրականացրել, քան թե օրենքով սահմանված ժամկետներ, որ օր առաջ կարողանան մտնեն համակարգ եւ օգտվեն այս շատ կարեւոր երաշխիքներից։ Ըստ էության ես ասեմ, որ հակառակ տենդենս ունենք, ես օրը երևի ստանում եմ 2-ից 10 նամակ, որ եթե մենք ուզում ենք կամավոր ձևաչափով եւս ընդգրկվել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ, ինչպես կարող ենք, երբ կարող ենք, եւ սա էլ քննարկման հարց է, որը մենք պետք է դիտարկենք, հասկանալու 2027 թվականից օրինակ փոխկապակցված անձանց ներգրավելու մեր համակարգում։ Եվ հաջորդիվ շարունակելով ուրեմն բոլոր բժշկական կենտրոնները դիմում են ապահովագրական հիմնադրամին, որպեսզի կնքեն որոշակի ծառայությունների մասով պայմանագրեր եւ պայմանագրերի շրջանակներում ուրեմն ծառայություններ մատուցեն։
Այս պայմանագրերի կնքման որոշակի ժամկետ կա սահմանված, հիմա չեմ մտաբերի, բայց դրանք տարբեր ժամանակ տալիս են հայտը, դիտարկվում են այն մասերով, երբ որ առաջին անգամ են դիմում, երկար է տևում, որովհետև մենք պետք է դիտարկենք հնարավորությունները, կարողությունները, որակը եւ այլն։ Եթե կոնկրետ կնշեք բժշկական կենտրոն, որը հայտ է տվել եւ ինչ պատճառներով ձգձգվել է, կարող եմ դիտարկել, բայց հարցը այստեղ ուզում եմ ասել տեղին չէ, էլի։ Թույլ տանք արձագանքի, հա, արձագանք։ Տեկին Ավանեսյան, ես շատ լավ ծանոթ եմ ծրագրին, դուք իմ հարցին չպատասխանեցիք։ Ես հարց տվեցի, դուք մարդու իրավունքի տեսանկյունից դա դիտարկել եք, թե ոչ։ Եվ մյուս հարցը, որ էլի անտեսեցի, բայց համաձայնվեք, ես շեշտեցի, որ ծրագիրը եթե մանրակրկիտ մշակված չէ, իհարկե ինքը խնդիրներ է առաջացնում, հետևաբար դուք երևի թե պարտավոր եք մանրակրկիտ իրեն մշակել, այդ կոդերի հարցերը լուծել, նոր ներդնել։ Իսկ իրավիճակը իրականում եւ ձեր ասածը ասեմ դες չի բռնում, բայց համաձայնվեք, որ այդ ծրագիրը ինքը իրականում լավ գաղափար է, բայց լավ մշակված չէ։ Դրա համար մյուս հարց եմ տալի։ Այդ մարդիկ, որ երկու անգամ են վճարում, դուք իրենց կներեք փոխհատուցում տալու եք թե ոչ, որովհետև անձը գնում է ինքը համ վճարում է իր աշխատավարձից է վճարել, համ էլ ինքը տեղում վճարել է այդ ծառայության համար, որը չպետք է վճարել, քանի որ կոդը բացակայում էր։ Հիմա հարցս հետևյալն է, դուք փոխհատուցում կտաք քաղաքացուն թե ոչ։ Շնորհակալություն։ Ուրեմն ինձ կփոխանցեք կոնկրետ դեպք, որ բժշկական կենտրոնը ունեցել է ապահովագրության շրջանակներում պայմանագիր եւ սպասարկել է անձին այլ ձևաչափով, կոնկրետ դեպքով կզբաղվենք։ Հաջորդիվ ոչ միայն այս ապահովագրության համակարգը լավ գաղափար էր, շատ լավ գաղափար էր, այլ նաեւ շատ լավ մշակված բարեփոխում է, հաշվարկված, մշակված եւ արդեն գործարկված եւ արդեն նաեւ արդյունքների մասով կարող եմ ասել, որ շատ լավ արձագանքներ ունենք եւ այսքանը այսօր էլ ազգային ժողովում առավոտից ինչ որ շարունակվում էր գուժանքները տապալվելու, քանդվելու եւ այլն, բայց ինչ որ հարցեր չէին հնչում, բայց շնորհակալ եմ, որ գոնե դուք հարց տվեցիք։